Երբ հրապարակի կայքում կարդացի դաշնակցական հեղինակի երազանքը, որ ուկրաինական կարգավորման Թրամփի ծրագրի նման մի փաստաթուղթ էլ կդրվի Նիկոլի սեղանին, տպավորություն ունեցա, որ գործ ունենք նրա ոչ այնքան ողջամիտ երազանքի հետ։ Պարզում է սխալվել եմ։ Ազգային ժողովի հայ-էդայական падգամավոր Քրիստինե Վարդանյանը Facebook-յան գրառմամբ հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագիրը համեմատել է Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը եւ եկել եզրակացության, որ այդ փաստաթղթի օրինակով պարզ երևում է, թե ինչպիսի կոնկրետություն կարող է ունենալ խաղաղություն անունը կրող փաստաթուղթը։ Ինչ կոնկրետության մասին է խոսքը, պարզ է դառնում հետագա շարադրանքից։ Ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի իրականացման երաշխիք կա, իդեմս ԱՄՆ նախագահի կողմից գլխավորելիք խաղաղության խորհրդի, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պայմանագրի դեպքում նման մեխանիզմ չի նախատեսվում։ Սա արդեն անհատական, նույնիսկ կարելի է ասել կուսակցական դաշնակցական ընկալում չէ։ Եվ ցավալի է հասկանալ, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, հանրային շրջանակներ, խմբեր եւ անհատներ, որ կամ չեն ըմբռնում հայ-ադրբեջանական երկկողմ պայմանավորվածությունների կարևորությունը, կամ այն ստորադասում են միջազգային երաշխիքներին։ Որքան էլ փորձենք կարևորել կարգավորման սկզբունքների մշակմանն ուկրաինական կողմի մասնակցությունը, ներկայացված ծրագիրը բոլոր առումներով Ուկրաինայի մասին կամ նրա վերաբերյալ ռուս-ամերիկյան համաձայնություն է, ոչ թե Ռուսաստան-Ուկրաինա պայմանագրի նախագիծ։ Ովքեր հետևել են 44-օրյա պատերազմին հաջորդած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, դեռևս 2021-22 թվականներին են նկատել եւ հրապարակայնացրել, որ գլխավոր խնդիրը մեկն է. ապագա պայմանագիրը լինելու է հայ-ադրբեջանական, թե Հայաստանի մասին ռուս-ադրբեջանական կամ ամերիկա-ադրբեջանական։ Եթե գործընթացը զարգանար երկրորդ տարբերակով, ապա կունենայինք նաև միջազգային երաշխիքներ, իրականում Սյունիքում եւ հայ-ադրբեջանական սահմանին ռուսական զինված ուժերի ներկայություն։ Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված պայմանագիրը երկկողմ միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածություն է, որ կողմերի համար սահմանում է նույնական իրավունքներ եւ պարտականություններ, եւ այդ իրավաքաղաքական հիմքը խաղաղության ամենագործունակ երաշխիքն է, քանի որ կրկնեմ, փաստաթուղթը Հայաստանի մասին չէ, Հայաստանինն է։ Եթե վաղը տա Աստված Ուկրաինայի համար ավելի ընդունելի մի ծրագիր մշակվի եւ բոլոր ներգրաված կողմերը դա ընդունեն, միևնույն է, այն կլինի ոչ թե ռուս-ուկրաինական, այլ Ուկրաինայի մասնակցությամբ Ուկրաինայի մասին ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնություն։ Ինչպես ժամանակին Մերձ Բալտիկայի եւ Լեհաստանի մասին պայմանավորվել են Մոլոտովը եւ Ռիբենտրոպը, կամ Գերմանիան բաժանվել է ԽՀՄ եւ Արևմտյան դաշնակիցների միջև։ Իսկ դա խնդրի լուծում չէ, այլ Ղարաբաղցու ասած ձյունող ծածկած կեղտ։ Անշուշտ ցավալի է, որ հայ-ադրբեջանական երկկողմ համաձայնությունը ձեռք է բերվել կամ պետք է իրավաբանորեն ամրագրվի առանց Արցախի, բայց դրա մասին պետք է մտածել ժամանակին։ Հայաստանի իշխանությունները եւ քաղաքական ուժերը դժբախտաբար չեն հասկացել կամ գուցե չեն ցանկացել հաշտվել այն մտքի հետ, որ արտաքին միջամտությամբ եւ միջազգային երաշխիքներով հնարավոր չէ հասնել Լեռնային Ղարաբաղի հայանպաստ լուծման։ Միակ հայանպաստը այն է, ինչին կհամաձայնի նաև Ադրբեջանը։ Քանի որ դրա մասին ասել եմ նույն պահին, կրկնեմ, նման վերջին հնարավորությունը Հայաստանը բաց է թողնել 2022 թվականի մարտին, երբ միանգամից չի հրապարակել, որ միանշանակ ընդունում է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից հրապարակված 5 սկզբունքները։ Ժամանակը չի ներում, հրամայաբար պահանջում է, որ Հայաստանի ոչ միայն իշխանությունները, այլև քաղաքական ուժերը հանրությունը վերջնականապես հաղթահարեն Սևրի պայմանագրի եւ Վիլսոնի իրավարաճ վճռի կախարդանքը, որպեսզի Հայաստանում այլևս միջազգային երաշխիքներով հարևան երկրների հետ մեծախոսող իշխանություն չձևավորվի։ Ի վերջո արժանապատվությունը նաեւ հարևանի գլխին տղա բերելու, այլ սեփական ռեսուրսներով համաձայնության հասնելու մեջ է։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակությունը պատրաստվում է այցելել Իմրալի կղզի եւ հանդիպում ունենալ քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ, որ ուժեղացված ռեժիմի բանտում ցմահ ազատազրկման պատիժ է կրում։ Այդ որոշումն ընդունվել է խորհրդարանի այսպես կոչված ազգային հաշտության հանձնաժողովի եզրափակիչ նիստում։
Պատվիրակության կազմում ընդգրկված են իշխող արդարություն եւ զարգացում, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական եւ ազգայնական շարժում կուսակցություններից խորհրդարանի падգամավորներ։ Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը հրաժարվել է Օջալանի հետ հանդիպումից։ Իշխանամետ Թուրքիե պարբերականի տեղեկություններով падգամավորների Իմրալի կղզի այցը կազմակերպում, նրանց անվտանգությունն ապահովում եւ Օջալանի հետ բանավեճի գաղտնիությունն ապահովելու է MIT-ն, իսկ իրավական ընթացակարգը կսահմանի արդարադատության նախարարությունը։ Կա որոշում, որ Օջալանի հետ քննարկումները կձայնագրվեն եւ կտեսանկարահանվեն, կարվեն լուսանկարներ, բայց դրանք չեն հանրայնացվի։ Թուրքական պարբերականին խորհրդարանական աղբյուրներից հայտնի է դարձել, որ падգամավորական պատվիրակությունը ՔԲԿ առաջնորդին կուղղի հիմնականում մեկ հարց. կուսակցությունը լուծարելու եւ զինված պայքարին վերջ տալու մասին դերևս այս տարվա փետրվարին հրապարակված նրա կոչը տարածվում է նաեւ Սիրիայի հյուսիս-արևելքում գործող քրդական ինքնապաշտպանական ուժերի վրա թե։ Հրճակելով Թուրքիան առանց ահաբեկչության քաղաքական ուղեգից, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է բարդ իրավիճակում։ Մի կողմից ստույգ չէ, թե թուրքական հանրությունն իրականում ինչպես է ընդունում քրդերի հետ պատմական հաշտությունը, մյուս կողմից Թուրքիայից հեռացող քրդական զինված կազմավորումները կենտրոնանում են Իրաքի հյուսիսային շրջաններում, իսկ Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական փաստացի ինքնավարությունը հրաժարվում է զինաթափելու առաջարկից։ Սիրիայի քրդերը համաձայն են զինված ուժերով ներգրավվել երկրի զինված ուժերում, պահպանելով իրենց ինքնուրույնությունը։ Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը, որքանով հասկացվում է մամուլի ակնարկներից, քննարկել է Օջալանին ներում շնորհելու կամ նրա պատիժը կրման պայմանները փոխելու հարցը։ Ենթադրվում է, որ նրանք կարող են տնային կալանք սահմանել եւ թույլատրել, որ հեռավար քաղաքական գործունեություն իրականացնի։ Ըստ երևույթին Էրդողանը գործարք է առաջարկում։ Եթե Օջալանին հաջողվի հնազանդեցնել Սիրիայի քրդերին, ապա նա նոր կուսակցություն հիմնադրելու եւ Թուրքիայի քրդերի շահերը քաղաքական գործունեությամբ ներկայացնելու հնարավորություն կստանա։ Եթե Օջալանը չհամաձայնի, իսկ Էրդողանը նրան քաղաքական ազատ գործունեության իրավունք չշնորհի, ապա Թուրքիան առանց ահաբեկչության ծրագիրը կմատնվի լրջագույն փորձության։ Ստացվում է, որ Էրդողանի քաղաքական նախագծի ճակատագիրը կախված է նրա կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանի որոշումից։ Քրդերի հետ պատմական հաշտության նախագիծը Թուրքիայի համար ավելի շատ արտաքին քաղաքական նշանակություն ունի։ Հաջողության դեպքում Էրդողանը միջազգային հանրությանը կներկայանա որպես մեծ ժողովրդավար եւ միջէթնիկական համերաշխության ճարտարապետ։ Օջալյանը կփրկի թե ոչ Էրդողանին, պարզ կլինի առաջիկայում։ Իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ Թուրքիայի ներքին վերափոխումները կամ դրանց ձախողումն անկասակուցեն իրենց ազդեցությունն են թողնելու նաև հայ-թուրքական կարգավորման վրա։